Ողջույն սիրելի հայրենակիցներ, եկեք միասին լսենք այս դրվագը։ Կոչում ա պետք, կունենաք, մեդալ ա պետք, կունենաք, փող ա պետք, կունենաք։ Վարչապետ Փաշինյանի այս խոսքերը հնչեցին 2023-ի հունիսի 27-ին 44-օրյա պատերազմի խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ։ 2 տարի առաջ որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ 2020 թվականի իրադարձությունները միայն առանց ընդդիմադիրների քննող քաղաքացիական պայմանագիրը ի վերջո որոշի չհրապարակել գրեթե 4 տարվա իր աշխատանքի արդյունքները զուտ տեխնիկական պատճառաբանությամբ 200 էջանոց զեկույց ուղարկելով արխիվ։ Հաշվի առնելով հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում, բոլոր հնարավոր իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցն ուղարկել ազգային ժողովի առաջին բաժին, որտեղ գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր կարող է գնալ եւ ծանոթանալ զեկույցին։ Դժվար է ասել, թե այդ ինչ եզրակացությունների էր հանգել Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովը, որոնք ի վերջո ստիպել էին իշխանություններին հրաժարվել դրանց հանրայնացումից։ Քաղաքագետներից ոմանց կարծիքով քաղաքացիական պայմանագրում վերջին պահին հասկացել էին զեկույցը նախընտրական նպատակներին ծառայեցնել չի հաջողվի։ Ես ենթադրում եմ Սիրելի հայրենակիցներ, դուք տեսաք ինչի մասին է։ Մենք ունենք 44-օրյա պատերազմը քննող ազգային ժողովի քննիչ հանձնաժողով, որը ղեկավարում էր Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Ես ուզում եմ հետ գնանք այս պատմության ոնց է մեկնարկել, այս պատմությունը սկսվել է հետևյալ կերպ։ Երբ որ պատերազմը ավարտվում է, խորհրդանում այն ժամանակ մենք կայինք, մենք առաջարկում ենք, այսինքն ես Լուսավոր Հայաստան խմբակցության անունից առաջարկում եմ, որ ստեղծենք պարիտետային քննիչ հանձնաժողով։ Ինչ նշանակում պարիտետային քննիչ հանձնաժողով։ Պարիտետային քննիչ հանձնաժողովը դա մի մարմին է, որտեղ ներգրաված են բոլոր ուժերի ներկայացուցիչներ եւ մեկը մյուսին բալանսավորում է, հավասարակշռում է, որպեսզի ունենանք բալանսավորված, ճիշտ, հնարավորինս օբյեկտիվ, դժվար է լինել օբյեկտիվ, հնարավորինս օբյեկտիվ զեկույց, թե ոնց է տապալվել բանակցային գործընթացը, հետո ոնց է Ադրբեջանը պատերազմը մեկնարկել, հետո ոնց է վարվել պատերազմը, հետո ոնց ենք հասել հոկտեմբերի 19-ին, հետո ոնց ենք հասել նոյեմբերի 9-ին, հետո ոնց է շարունակվել այդ ամեն ինչը, այսինքն այս ամեն ինչը քննվել եւ մատուցվել ժողովրդին։ Եվ եթե դուք ուշադիր եղաք, ինչ ասում է պատգամավորները, ովքեր գաղտնիության դոստուպ ունեն, իրավունք ունեն գաղտնի փաստաթղթերն, կարող են գնալ կարդալ։ Եվ ասում է իրավաբանների շահագրգիռ իրավական կողմերի հետ քննարկեցին եւ որոշեցին, որ քանի որ տեխնիկական հարցը, տեխնիկական զուտ այնտեղ ժամկետ է խախտվել, այդ տեխնիկական հարցի պատճառով չեն կարող դնեն ազգային ժողովի քննարկման։ Այսինքն 4000 զինվորի, սպայի, ծնողի չեն հարցնում այս հանձնաժողովի զեկույցը ձեզ պետք է հրապարակել թե չէ։ Ինչ որ իրավաբաններ խոսել են եւ գտել են, որ այս զեկույցը չպետք է հրապարակվի։ Հիմա նայեք, այստեղ մի հատ այսպես բան ունեմ։ Բան գործ ունեմ, հեսա կոչվում է գործ, այս գործը սա։ Հա, մանրամասն կատարված աշխատանք է այստեղ։ Այս ու այստեղ մենք ունենք պատասխանները բոլոր ուժերի են ժամանակվա, նայեք։ Լիլիթ Մակունց, այս Լիլիթ Մակունցը որպես ԿՊ խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյան, ՀՀԿ կուսակցության նախագահ, գնացինք, Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյան, մենք դաշինքի անունից է պատասխանել ինձ, Բարգավաճ Հայաստան, բոլոր ուժերի կարծիքներ ունենք, Իշխան Սաղաթելյանը, հեսա, Իշխան Սաղաթելյան, Դաշնակցության անունից է պատասխանել, բոլոր ուժերին դիմել ենք եւ ասել ենք մենք նախագիծ ենք պատրաստել։ Հարց ու պատասխանի ժամանակ տվել եմ Նիկոլ Փաշինյանին։ Ահա, ստեղծենք պարիտետային հանձնաժողով, այո, շատ կարեւոր է բանման եւ ամեն ինչ արվեց, որ այդ խորհրդանում չստեղծվի։ Որից հետո այս ուժերն էլ որ ստորագրել այս թղթերը ոչ ոք տենց ջանասիրություն չցուցաբերեց։ Կեսը ասեցին ոչ, պետքա գա նոր իշխանություն, որ դա ստեղծվի, այ հիմա մենք ընտրություններով կփոխենք իշխանությունը, բան, եւ գնացին եւ տեսակ Իզևի խորհրդան ձեռովեց։ Հետո ստեղծվեց այս քննիչ հանձնաժողովը, այս քննիչ հանձնաժողովը բոյկոտեցին խորհրդանի ինդիմադիրները եւ այս քննիչ հանձնաժողովը զուտ իշխանական падգամավորներով ասեց քննել։ Բնականաբար ինչ որ որտեղ քննվել է չի կարող լինել օբյեկտիվ։
սուբյեկտիվ է եւ հնարավորինս արդարացնում է Նիկոլ Փաշինյանին, հնարավորինս արդարացնում է իշխանությանը, բայց մեկը իրանք չեն ուզում որ սա քննարկվի, անգամ որ քննարկումը բացվի, քննարկվի։ Մենք պետք է ասենք, չէ, բայց հարցին ինչի չեք անդրադարձել, բայն հարցին ինչի չեք անդրադարձել, բայց մասն չեք լղոզը, բայց չէ որ սա սենց չի եղել, սենց է եղել, բայց այս մասը ընդհանրապես չեք քննել, բան եւ սկսելու է քննարկում, դեբատ, բայց ընտրություններին ընդառաջ։ Եվ հետո ինչ ա արվել։ Նպատակային թույլ է տրվել, որ Անդրանիկ Քոչարյանը խախտի ժամկետները, որպես հանձնաժողովի նախագահ, հետո ասեն, վայ Անդրանիկ ջան, կներես ցավը տանեմ, այս ժամկետները դու խախտել ես, մենք չենք կարող հրապարակենք։ Եվ ինչ որ իրավաբաններ քննարկում են, ասում են չենք կարող։ Այնտեղ 4000 զինվորի սպայի ծնող, ամբողջ հայ ժողովուրդը չպետք է իմանա ինչ ա եղել իրականությունը։ Չպետք է իմանա ինչու այդ պատերազմը սկսվեց, չպետք է իմանա ինչ խաղաղության պլան կար, որ մերժվեց, չնայած ամեն օր խոսում ենք, ներկայացնում ենք, բայց չէ, այդ մակարդակում չպետք է իմանա։ Եվ նաև Ադրբեջանը չպետք է տեսնի, որ մենք դեռ երկրում քննարկում ենք պատերազմի ընթացք, հետևանքներ, ով է մեղավոր, ինչու այդքան մարդ զոհվեց, այդ սա ոչ մի բան պետք չի քննարկել։ Հիմա գամ Անդրանիկ Քոչարյանին։ Անդրանիկ Քոչարյանի կարիերայի հիմքում ընկած է 0038 հրամանը։ 0038 հրամանը ծնվել է մարտի 1-ի քննիչ փաստահավաք հանձնաժողովի արդյունքում։ Այս 0038 հրամանը այնքան Անդրանիկ Քոչարյանը sense թափարեց, որ վերջ հեղափոխությունից հետո եկավ մտավ ԿՊ ֆրակցիայի մեջ։ Այսինքն այս իր այսօրվա կարիերայի հիմքում դրված է 0038 հրաման։ Հիմա այս 0038 հրամանի նման Անդրանիկ Քոչարյանը մտածում էր, որ իմել էս քննիչ հանձնաժողովի զեկույցն ասենց թափարելով իր բենեֆիսը սարքի, բայց քանի որ ԿՊ վերնախավը Փաշինյանի գլխավորությամբ որոշել են, որ Անդրանիկ Քոչարյան անունով մարդ չպետք է լինի ապագայում իրանց հետ, եւ նա արդեն պետք է հեռացվի, ել չի լինելու այդ ֆրակցիայում, որոշել են, որ նաեւ թույլ չտան, որ ինքը բենեֆիս անի, ինչ որ շանտաժներ փորձի անի այս զեկույցով, բան չնայած որ զեկույցի սկզբանե նա գրել է, որ որպես լավություն ծախի իրանց վրա։ Հիմա իրանք ասում են, ախպեր ջան, ես քո ապրանք որպես լավություն չենք ուզում առնենք։ Այսինքն եթերի սկզբում ես ասում եմ այն ինչ որ կապված է քննիչ հանձնաժողովի պատերազմի հետ, երկրորդ հատվածը հիմա այն ինչ որ հիմա ասում եմ, սա կապված է ներքաղաքական ժուլիկության հետ։ Հասկանում եք, այս պատերազմի արյան վրա ինչ ժուլիկություններ տեղի ունենում։ Եվ եթե սա ժուլիկություն չի, թող Անդրանիկ Քոչարյանը ասուլիս հրավիրի, ինչ ունես կորցնելու Անդրանիկ Քոչարյան։ Այդքան մարդ է զով է, վերցրեք քննել ես։ Ասուլիս հրավիրի պատմի մարդկանց, գոնե այն մասը, որ կարելի է պատմել եւ գաղտնի չի։ Բա մի հատ ասուլիս հրավիրի ասա։ Թե դեռ հույս ունես որ քեզ վեկալելու են։ Հա չեն վեկալելու քեզ։ Քեզ չեն վերցնելու։ Կարիերան ավարտված է։ Բոլորին է հայտնի, երբ որ հոկտեմբերի 27-ը լինում է այս շենքում, Բաղրամյան 19 ազգային ժողովում։ Անդրանիկ Քոչարյանը ինչ որ նախարարների պաշտոնների ցուցակ է ներկայացնում Ռոբերտ Քոչարյանին։ Եվ էլի տես բաներ, այսինքն այն ժամանակ այդ ցուցակն էր իր բանը, կարիերայի հիմքը։ Այդ ցուցակը չի աշխատել, հետո մարտի 1-ը եղել է 0038 հրամանը ձերին այս գախնի հրամանը 0038 մարտի 1-ը գնաց հասավ դարավ պաշտպանության հանձնաժողովի նախագահ իշխանության կարկառուն դեմքերից ով որ գնաց ազատություն ռադիոկային եւ ասա որ Նիկոլ Փաշինյանը ուզում է իմանալ 1.5 միլիոն ցեղասպանության զորի անազգանունները հետո բնականաբար այս մեծագույն կիքսը որ ինքը բացահայտել էր պատժեցին իրան, ես կարծում եմ, եւ ինքը հայտարարեց, որ դա իմ կարծիքն է եղել, Նիկոլ Փաշինյանը կապ չունի դրա հետ։ Անդրանիկ Քոչարյանը այդքան միամիտ մարդ է։ Մի բան որ Նիկոլը չի ասի, ինքը գնացի Նիկոլն ասի, հա։ Հա այդ կարծիքին եք դուք ժողովուրդ։ Ոչ։ Եվ որից հետո սկսվեց իր նկատմամբ պատիժը։ Հետո ինքը ուզում էր ինչ ան, ուզում էր զեկույցը սարքի։ Նոր ապագա 2026-31 թվականների իր կարիերայի հիմքը, սակայն իշխանությունները դա թույլ չեն տալիս որ նա այս սարքիրա բենեֆիսը։ Միևնույն ժամանակ պարտակում են, գցում են արխիվ այդ զեկույցը, որը որ նա կազմել, հա, ու ասում են վերջ, իրավաբաններով քննարկել են եւ դուք խախտել եք օրենքի ժամկետներ։ Սա մի պարլամենտում որ ամենամեծագույն ապօրինություններն են այս պարլամենտում արվել։ Նայեք, մեր սահմանադրությամբ, սահմանադրական օրենքներով սահմանված է, որ խորհրդարանում պետք է լինի ընդդիմադիր փոխխոսնակ։ Ընդդիմությանը պետք է տրվի հանձնաժողովի նախագահների պաշտոններ։ Ոչ մի բան չկա։ Այդ սաղ օրենքի խախտում չի։ Իրավաբանները չեն ասում, որ այս օրենքները խախտվել է, բայց այ որ Անդրանիկ Քոչարյանը մի քանի ամիս ավելի ուշ այս զեկույցը ուղարկել Ալեն Սիմոնյանին, այ դա մեծ խախտում է, չի լինի, ձև չկա։ Մենք չենք կներեք, սիրելի ծնողներ, սիրելի ժողովուրդ, այդքան քննել ենք, ռեսուրս ենք ծախսել, ժամանակ, ելույթներ,
չգիտեմ ինչ բան, բայց ավաղ դա չի ներկայացվել։ Ժողովուրդը հասկանում եք ինչ է։ Սա անբարոյականության որ մակարդակն է։ Այդ հազարավոր մարդկանց անունի վրա էս ինչեր եք խաղում։ Մեկը իր թազա կարիերան էր ուզում սարքի չեղավ։ Այն մյուսները իրաց նախընտրական արշավն են ուզում լավ կազմակերպեն։ Ալիևի հետ ասենք ստեղծված այդ բերկրանքը, խաղաղության բերկրանքը, որ ջուրը չլցվի, այդ դրա համար նրանք ուզում են, որ հիմա սա չհրապարակվի, պլյուս դրան նաև Քոչարյան Անդրանիկը իր հերթական բենեֆիսը չսարքի մարդկանց անունի վրա կազմված որևէ թղթի վրա։ Ոնց որ 0038 տրամանն է եղել։ Ոնց որ Ռոբերտ Քոչարյանն ներկայացված պաշտոնատար անձանց ցուցակն է եղել։ Եվ ոնց որ լինելու էր այս հանձնաժողովի զեկույցը։ Հիմա եթե ես սխալ եմ, բազա չէ Քոչարյան Անդրանիկը նայում է։ Եթե տես չի այս ամեն ինչ, եթե դու ազնիվ ես քո նկարտումներում, այդ մամուլի ասուլիս հրավիրի պատմի ասա։ Պատմի սա ժողովրդի իմանա, ներկայացու ասա, սենց ա եղել։ Ոչ թե քեզ հարցում են ասում են քաղաքական խնդրեմ կա Ալեն Սիմոնյան, ասում ես ոչ սա զուտ տեխնիկական, բան օրենքի դրույթը տարբեր ձևերով մեկնաբանելու հարց է, զուտ է սա։ Զուտ սա է պատճառը, որ նա մի ձևի է մեկնաբանը, ինքը մի ձևի, սա է պատճառը։ Հեն վախը մեզ կնստացնեն։ Եթե նստացնեն, ես վախım։ Հենց Սամվել Կարապետյանը նստացա, ոչ մի բան չի արել։ Միքայել Սրբազանը նստացա, ոչ մի բան չի արել։ Բագրատ Սրբազանի գործը կեղծած էլի նստացա։ Չգիտենք ինչ են կարող որ են կարեն, բան արելա թե բան չի արել, անմեղության կան խաղարկածը գործում է։ Կարող են էլի պնդել, որոշի բան չի արել։ Բալավ, բա ինչ բար դու 4000 հոգու վերաբերալ զեկույց ես քննե, որ չեք թողե մենք ստեղծենք, դուք չեք թողե մենք ստեղծենք, որ դուք գաք պարտակեք։ Ու ես սպասում եմ այսօրվան, բնականաբար ես սպասում եմ այսօրվան, որ իմ գաղափարը, իմ միտքը դուք վերցրել եք, խեղաթյուր է, այլանդակ է, այլասեր է, պարիտետային հանձնաժողովի տեղը ստեղծել եք, ուղղակի պաշտպանության հանձնաժողովի հիման վրա ստեղծված քննիչ հանձնաժողով, վերջում իբր քննե, վերջում էլ ասում եք զեկույցը չենք հրապարակում։ Ժողովուրդ ջան, սա ես ձեր համար եմ ասում, իրանք ես անգիտ գիտեն, որ ես իրանք ինչ են անում։ Իրանք ամոթ չունեն։ Սա ձեր համար եմ պատմում, որ դուք իմանաք, թե ինչ այլանդակություն է տեղի ունեցել։ Թե ինչ է տեղի ունեցել, եւ ինչ է տեղի ունենում, եւ դեռ ինչեր են լինելու դրա արդյունքում։ Ես իմ մոտ հարցաշար ունեմ կապված քննիչ հանձնաժողովի, ընդհանրապես որ պետք է ստեղծվեր քննիկ, ու չստեղծվեց, չքննվեց, այդ հարցաշարը մնացել է մեր մոտ։ Ես մի օր այն նստելու եմ, կետարկետ հրապարակեմ, կարող է դեթեր հետևա մի քանի ժամ, շատ կարևոր է։ Այն հարցերը, որոնք որ մենք պետք է տայինք հանձնաժողովում, որը որ չթողեցին, որ ստեղծվի։ Այստեղ հարց կառաջանա, բայց հրավիրեն ես հանձնաժողով երբևէ, որ ես իմ կարծիքը ասեմ, ներկայացնեմ, որտեղ անվտանգության խորհրդի նիստերի եմ մասնակցել, հոկտեմբերի 19-ին դանից առաջ, դանից հետո կապված պատերազմական գործընթացների հետ մեր մոտեցումները կացել, ձեզ մի անգամից ասեմ, որ չեն հրավիրել։ Չեն հրավիրել։ Ոնց կարող ինձ հրավիրել հանձնաժողով։ Այդ պարզ։ Այդ հրավիրեն ինչ անեն։ Պարզ է, չէ՞ որ դիմակազերծումներ էր տեղի ունենալու տեղ։ Չեն հրավիրել։ Փակ աշխատել են, հիմա զեկույցը չկա։ Պատգամավորները կարան գնան կարդան։ Ես ուղղակի խնդրում եմ, սա ուշադիր լսել, սիրելի հայրենակիցներ, փոխանցել միմյանց, փոխանցել մարդկանց, զինծառայողների ծնողներին, բոլորին, եւ տարածել, որ մարդիկ իմանան, թե այս ինչ այլանդակություն են սրանք արել։ Եվ սա ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Եվ բնականաբար, վերջում, ամփոփում, սիրելի հայրենակիցներ, այս ամենը հնարավոր է փոխել։ Եվ դա մենք անելու ենք 26 թվականի ընտրություններով։ Դա մեծ շանս է կանգնեցնել այս այլանդակ ընթացքը, այս կործանարար պետականական ընթացքը։ Ահա այսքանն էի ուզում այսօր ձեզ ասել։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։